Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակներում Եվրամիությունը կարող է պահանջել, որ Ռուսաստանը կրճատի իր բանակը, դուրս բերի զորքերը Մոլդովայից եւ Վրաստանից, ինչը համապատասխանում է եվրոպական անվտանգության շահերին։ Լրագրողները Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին խնդրել են մեկնաբանել Կալասի հայտարարությունը։ Ինքնին նման խոսակցությունը լավ է, երբ խոսքը մեր ազգային շահերի պաշտպանության մասին է, ապա պետք է հաջորդեն այլ քայլեր, եւ նրանք չպետք է անեն այնպիսի բան, որը արհեստականորեն լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Վրաստանի համար տարբեր ուղղություններով։ Հետևաբար բոլորը պետք է հետևողական լինեն մեր ազգային շահերի պաշտպանության հարցում։ Նրանք պետք է գործողություններով ցույց տան, որ եվրոպական բյուրոկրատիան վրաց ժողովրդի կողմից է։ Կոբախիձեն վստահեցրել է, որ մինչ այժմ եվրոպական բյուրոկրատիան հակառակ կողմում է եղել եւ դեմ է եղել վրաց ժողովրդին, Վրաստանի ազգային շահերին։ Կոբախիձեն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի հետ հարաբերություններին։ Մենք լիովին պատրաստ ենք վերականգնել երկկողմ հարաբերությունները, շեշտել է Վրաստանի վարչապետը։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցերը։ Զրույցը նաև անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին եւ անվտանգության առումով առկա մարտահրավերներին։ Գեկա Գելաձեն ընդգծել է Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների միջև ամուր համագործակցության կարեւորությունը եւ հայտնել է գործընկերությունը խորացնելու իր պատրաստակամությունը։ Հայաստանի Հանրապետության դեսպանը շնորհավորել է պետական անվտանգության ծառայության պետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Թուրքիայի նոր դեսպան Մուստաֆա Թյուրքերը Թբիլիսիում քննարկել են միջին միջանցքի տրանսպորտային կապերի եւ տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացումը։ Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության կարեւորությունը լոգիստիկ նախաձեռնությունների իրականացման համար, ինչպես նաեւ անդրադարձել Վրաստանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության եւ տնտեսական համագործակցության հարցերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալժիրի նախագահ Աբդելմեջիդ Թեբունի հետ։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի եւ Ալժիրի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աշխատում է Թուրքիայի եւ Ալժիրի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում, առաջին հերթին առևտրում, էներգետիկայում եւ պաշտպանության մեջ զարգացնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։ Էրդողանը շնորհավորել է Ալժիրի նախագահ Թեբունին եւ եղբայրական ալժիրցի ժողովրդին Կուրբան բայրամի կապակցությամբ։ Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի միջև ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը բախվում է Թուրքիայի աճող դիմադրությանը։ Խոսքը Great Sea Interconnector լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի մասին է, որը նախատեսված է 3 երկրների էլեկտրահաղորդման ցանցերը եվրոպական էլեկտրահաղորդման ցանցի հետ կապելու համար։ Նշվում է, որ Անկարան նախագիծը դիտարկում է որպես արևելյան միջերկրական ծովում իր շահերի համար սպառնալիք եւ վիճարկում է որոշ ծովային գոտիներ, որոնցով նախատեսվում է անցկացնել մալուխը։ Թուրքիան նախկինում ռազմանավեր է ուղարկել տարածաշրջանում հետազոտական աշխատանքները խափանելու համար, ինչը հանգեցրել է որոշ նախապատրաստական աշխատանքների սառեցմանը։ Նախագիծը նախատեսում է ավելի քան 1200 կիլոմետր ստորջրյա մալուխի անցկացում Իսրայելից Կիպրոսով մինչև Կրետե կղզի, ապա եվրոպական էլեկտրահաղորդման ցանց։ Ակնկալվում է, որ այն կդառնա աշխարհի ամենաերկար եւ ամենախորը ծովային էներգետիկ կապերից մեկը։ Իսրայելում, Հունաստանում եւ Կիպրոսում նախագիծը դիտվում է ոչ միայն որպես էներգետիկ նախագիծ, այլև որպես ռազմավարական նախաձեռնություն, որը կարող է ամրապնդել տարածաշրջանային միությունը Թուրքիայի հետ աճող լարվածության պայմաններում։ Միացյալ Նահանգների ու Իրանի բանակցային թիմերը պայմանավորվել են հրադադարը 60 օրով երկարաձգելու եւ միջուկային բանակցությունների շրջանակների շուրջ եւ սպասում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը, հայտնում է Axios-ը։ Պարբերականը գրել է, որ Սպիտակ տան ղեկավարը միջնորդներին խնդրել է մի քանի օր մտածել նախքան վերջնական որոշում կայացնելը։ Նշվում է, որ ձեռքբերված համաձայնությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում եւ Իրանը պետք է ականազերծի նեղուցը 30 օրվա ընթացքում, իսկ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի ծովային շրջափակումը։ Վաշինգտոնը նաեւ պարտավորվում է վերանայել Իրանի դեմ սահմանափակումները եւ քննարկել ակտիվների ապասառեցումը։ Ըստ Axios-ի, Իրանն էլ պարտավորվում է բանակցություններ վարել միջուկային խնդրի եւ ուրանի իր պաշարներից հրաժարվելու մասին։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը դեռ պետք է լուծեն մի շարք վիճելի հարցեր նախքան պատերազմի վերաբերյալ համաձայնության հասնելը։ BBC-ի հարցին, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը մոտ է համաձայնագրի ստորագրմանը, Վենսը պատասխանել է, որ դեռ վաղ է ասել, թե երբ կամ արդյոք կողմերը կավարտեն համաձայնագրի կնքումը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտոնյաները BBC-ին հայտնել էին, որ երկրները համաձայնության են եկել շրջանակային համաձայնագրի շուրջ, որը պետք է հաստատեն Թրամփը եւ Իրանի ղեկավարությունը։ Սակայն իրանական TASNIM լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այդ համաձայնությունը դեռևս վերջնական հաստատում չի ստացել։ Վենսը նշել է, որ բանակցողները քննարկում են ձևակերպումների հետ կապված մի քանի հարց, այդ թվում հարստացման հարցը։ Մենք դեռ չենք հասել մեր նպատակին, բայց շատ մոտ ենք եւ կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է այն մասին, թե Իրանի որ քայլը կարող է դրդել Միացյալ Նահանգների զինված ուժերին վերսկսել հարձակողական գործողությունները այդ երկրի դեմ։ Անկասկած սահմանը կլինի այն գործարքը, որը լավ չի լինի մեզ համար։ Ես բանակցում եմ, տեսնենք թե ինչ կլինի։ Նրանք խորամանկ են, բայց վերջին հաշվով բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, քանի որ մենք նրանց ռազմական տեսանկյունից հաղթել ենք։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն ամբողջությամբ ոչնչացված են։ Նրանք 159 նավ ունեին եւ դրանք արդեն ծովի հատակին են։ Մենք նկարել ենք ջրի տակ գտնվող հարյուրավոր նավերը։ Ռազմածովային ուժերը 100%-ով ոչնչացված են։ Օդուժը եւս 100%-ով ոչնչացված է։ Թեհրանը դատապարտում է Միացյալ Նահանգների հարձակումն Իրանի հարավում, ինչպես նաև Օմանին ուղղված Վաշինգտոնի սպառնալիքները, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Էսմայիլ Բաղայեին նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է Միացյալ Նահանգներից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար։ Նա նաև ընդգծել է Թեհրանի վճռականությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար։ Բաղայեի խոսքով Օմանին ուղղված սպառնալիքը, որը միշտ կառուցողական եւ արդյունավետ դեր է խաղացել խաղաղության եւ անվտանգության հարցերում, երկար տարիներ միջնորդի դեր կատարելով դիվանագիտական գործընթացում միջազգային հարաբերություններում իրավունքի խախտման նորմալացման վտանգավոր նշան է։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է կարբամիդի 2 վագոն, ընդհանուր առմամբ 126 տոննա եւ այլուրի 1 վագոն, ընդհանուր առմամբ 67 տոննա։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել եւս 1 տարանցիկ բեռ։ Հայաստան է ուղարկվել հացահատիկով լի 4 վագոն, ընդհանուր առմամբ 280 տոննա եւ 277 տոննա պարարտանյութով լի 4 վագոն։ Երկաթուղու գործարկումից ի վեր տարբեր երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան, ինչպես նաև հենց Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել հացահատիկ, նավթամթերք, պարարտանյութ եւ այլումին։ Ի թիվս այլ երկրների Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձյան շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վրաստանի կառավարության եւ Վրաց ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Ադրբեջանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Մայիսի 28-ը խորհրդանշական եւ պատմական նշանակություն ունեցող օր է, որն արտացոլում է ադրբեջանական ժողովրդի ձգտումը դեպի անկախություն, պետականություն եւ ազգային միասնություն, նշել է Կոբախիձեն։ Նրա խոսքով Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ամուր բարեկամությանը եւ ռազմավարական գործընկերությանը։ Կոբախիձեն նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բազմաթիվ ոլորտներում եւ հիմնված է փոխադարձ հարգանքի, բարիդրացիության եւ ընդհանուր շահերի վրա։ Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև ավանդաբար սերտ հարաբերություններն ապագայում ել ավելի կամրապնդվեն եւ զգալիորեն կնպաստեն տարածաշրջանում կայանությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը գրառում է կատարել Ադրբեջանի անկախության օրվան նվիրված ընդունելության մասին։ Նա նշել է, որ Չեխիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Բաբիշը պատմել է, որ մեկ ամիս առաջ Ադրբեջան այցի ժամանակ չեխ գործարարների մեծ պատվիրակության հետ միասին համոզվել է, որ համագործակցությունը միայն ձևական չէ, այլև ունի կոնկրետ արդյունքներ եւ զգալի ներուժ հետագա զարգացման համար։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։